Ինքն իրեն միլիարդավոր դրամների պարգևատրումներ անելու իշխանության գործելավոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու հասարակական բևեռացման աղաղակող ցուցիչ մեր երկրում։ Մեր քաղաքացիները հերթական շոկը ապրեցին, երբ իմացան, որ անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանը 14 միլիոն դրամի պարգևավճար է ստացել, նախարարները 7-ից 9 միլիոն դրամի և պատգամավորները 3 միլիոն դրամի, ու սա հավելյալ պարգևատրումներն են ոչ միայն այն, ինչ նախատեսված է եղել 2025 թվականի բյուջեով։ Հիմա ներկայացնեմ, թե այս 2026 թվականի բյուջեով ինչ է նախատեսված։ Միայն նախագահի աշխատակազմը կստանա 118,6 միլիոն դրամի պարգևավճար։ Ազգային ժողովի աշխատակազմի պարգևավճարային գումարները 596,5 միլիոն դրամ են կազմում, իսկ վարչապետի աշխատակազմի համար 621,4 միլիոն դրամ պարգևավճար է նախատեսված, ու այստեղ ներառված չեն տեսչական մարմիններին ու աշխատակազմին ենթակա այլ մարմիններին տրվող գումարները։ Ընդհանուր առմամբ 2026 թվականի բյուջեով նախատեսվում է 16,7 միլիարդ դրամի պարգևավճար, սա այն երկրում, որտեղ նվազագույն կենսաթոշակը ուշադրություն 36,000 դրամ է, իսկ նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ, որի 46%-ը միայն փակում է ջեռուցման ծախսերը։ Հիմա ներկայացնեմ այն, թե ինչ ենք մենք մտածում այս մասին։ ՔՊԱ-կան պատգամավոր Արուսյակ Մանավազյանին հորդորում եմ լսել շատ ուշադիր։ Նարեկ Կարապետյանն ասում է, որ պետական մարմիններում պարգևավճարները պետք է տրվեն գնահատելով արդյունքը, այսինքն այն աշխատանքը, որը կատարել է այս կամ այն մարմինը։ Մենք նախատեսում ենք նոր KPI-ների ներդրում, այսինքն գործունեության արդյունավետության գնահատման հստակ չափանիշներ։ Արդյունքը պետք է լինի հաշվելի, շոշափելի, պետք է ապահովի տնտեսական էֆեկտ, օրինակ, թե որքան ներդրումներ են երկիր ներգրավել, թե որքան է ավելացել բյուջեի եկամուտները և այդպես շարունակ։ Ահա սա է թույլ իշխանության և ուժեղ իշխանության տարբերությունը, իսկ թե որն է գործող իշխանությունների արդյունավետությունը, գրանցած արդյունքը և ըստ այդմ ստացած պարգևավճարը, դատեք ինքներդ։